վերջին իրողությունները սպասենք մյուսներին։ Պարոն Կարապետյան, հեծը զրկեցին լիցենզիայից, բայց մի համատեքստի եմ ուզում անդրադառնալ, հունիսին, երբ Սամվել Կարապետյանը ձերբակալվեց եւ պրոցեսներ մեկնարկեցին, փորձագիտական շրջանակներից տեսակետ հնչեց, որ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար Կարապետյանի կալանավորումը բացառապես արհեստական առիթ է Կարապետյանի ձեռքից հեծը խլելու համար եւ այն թուրքական ինչ-որ ընկերության օտարելու նույնիսկ անուն ներգրվել Ակաս Ղազանչի հոլդինգի մաս կազմող ընկերություն նախ սրան անդրադառնաք լիցենզիայից զրկելուն ինչ է հաջորդելու եւ հավանական սցենար է արդյոք այս տեսակետը հիշեցնեմ ռուսվերլուծաբան Արեշևի հոդվածում էր այս մասին տեղեկությունը խնդրեմ սրա պատասխանեք եւ նաեւ աղոթքի նախաճաշի վերաբերյալ հարցադրումներ կան Առաջինը կուզեի ասել որ մինչեւ Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը հեծի հետ կապված որևէ process տեղի չէր ունենում այսինքն մենք չունենք ինֆորմացիա հեծի հետ կապված սեփականատիրության իրավունքների խախտման որևէ փորձ մինչև հայտնի հայտարարությունը այսինքն ես կուզեի ասել որ սկզբից եղավ հայտարարությունը իսկ հետո եղավ հեծը այսպես ասած խլելու այս փորձերը բայց մենք պետք է հիշենք նաև որ միջազգային որոշումները Ստոկհոլմի արբիտրաժը չի կատարվում Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին որ չկատարի այսպիսի որոշում կատարվել է ու կուզեի մեր հայրենակիցներին հիշեցնել որ չնայած դրան այս ամենը ինչ կատարում է հեծի հետ դա հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության որ նա պաշտպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ այն հետևանքները բիզնեսի հետ կապված որ մենք տեսնում ենք որ մենք կրում ենք մենք պատրաստ ենք կրելու այդ հետևանքները մեր համոզմունքների համար մենք պատրաստ ենք մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար այսինքն շատերը խոսում են ասում են որ մարդիկ հայ գործարարները միայն գումար աշխատելու մասին են բայց հայ գործարարները շատ հայ ձեռներեցներ նաև ունեն գաղափարական մեծ հենք որի արդյունքում նրանք պատրաստ են բոլոր ճնշումների, պատրաստ են ֆինանսական կորուստների, միայն իրենց գաղափարների հետևից գնալու համար։ Պարոն Կարապետյան, Ռոմանոս Պետրոսյանն էր անդրադարձել ձեզ, նաև նշելով, որ մասնավորապես դուք եւ Սամվել Կարապետյանը պիտի իրեն շատ շնորհակալ լինեք, որովհետեւ ինքը հեծում մեծ խնայողություններ է արել։ Այսպես ասեմ, եթե չլիներ սեփականության իրավունքի ոտնահարումը, մենք կարող էինք դիտարկել, թե ինչ խնայողություններ են եղել եւ ինչ արդյունքներ են եղել։ Սակայն կառավարչի նշանակումը զուգորդվել է սեփականության իրավունքի շատ կոպիտ խախտմամբ։ Այդ պատճառով մենք չենք կարող շնորհակալ լինել որևէ մեկին, ով գործիք է հանդիսացել ակամայից թե կամայից, որ Հայաստանում սեփականության իրավունք ոտնահարվի։ Բայց իշխանությունները անդադար հիշեցնում են նշում են եւ նույնիսկ նշել են որ դες այդ ցանկացել են հանդիպել քննարկել հենց այս դրվագները մենք չենք դիտարկում օրինական քայլ կառավարչի նշանակումը այդ իսկ պատճառով հանդիպումը ես ձեռնպահ եմ մնացել հանդիպումից իսկ իշխանությունները նաև հիշատակում են իրավունքի հետ կապված, հա, ասել են կքննարկեն, հա, եթե համաձայնության չկա, գերակա շահ կճանաչվի այս մասին, չկասեք այսօր։ Իրենք կարող են Հայաստան բոլոր խանութները, բոլոր կրպակները մի օր սկսեն գերակա շահ ճանաչել։ Մենք պետք է հիշենք, որ զարգացած երկիր ունենալու համար գործարարը, ներդրողը պետք է վստահ լինի, որ իր ներդրումը պաշտպանված է։ Հայաստանում մարդկանց մեծ գործարարի ներդրումը պաշտպանված է, թե չէ։ Հիմա իշխանությունները անդադար հիշատակում են Սամվել Կարապետյանի խոսքը, որ ասել է թքած ունեմ հեծի վրա եւ իրենք դա մեջբերում են անդադար։ Շատ կարեւոր է, որ որևէ ակտիվ, որևէ ընկերություն, որևէ չափի գումար Սամվել Կարապետյանի համար կարևոր չէ այնքան, ինչքան իր համոզմունքները։ Իր ասածը
այդ ձևաչափով կարելի է ընկալել, ու մենք ընկալում ենք այդպես։ Իրենք մի բան պետք է ասեն, դա են ասում։ Հիմնարվ այսօրվա դատական նիստից ինչպիսին են սպասելիքները, հաշվի առնելով, որ մշտապես եւ ձեր եւ շարժման անդամների, իրավապաշտպանների կողմից հնչում է տեսակետ, որ այս ամենը քաղաքական է։ Մեր օպոնենտները ասում են, որ վտանգ չեն տեսնում մեր ուժի մեջ, վտանգ չեն տեսնում Սամվել Կարապետյանի հանդեպ մեր հասարակության վերաբերմունքի մեջ։ Եթե վտանգ չեն տեսնում, ինչու բաց չեն թողնում Սամվել Կարապետյանին։ Ինչու են տենց հետևողական բոլոր մեթոդները կիրառում, որպեսզի ինչքան հնարավոր նրան պահեն կալանքի տակ։ Ես կարող եմ ասել մի պատճառով իրենք վախենում են, որ մեր հասարակության եւ Սամվել Կարապետյանի շփման արդյունքում իրենք շատ բաներ կարող է պարզ լինել, ու իրենք կարող է կորցնեն այն հասարակության մոտ սարքած վստահությունը, որը մինչև հիմա որոշ հատվածներում հասարակության իրենք կարողացել են ձեռք բերել ֆեյք նորությունների հաշվին։ Քննադատի ղեկավարը նշում էր, որ իրենք օպերատիվ այլ տեղեկություններ ունեն, որ իրենց համար հիմք չի հանդիսացել միայն մեր ձևով եկեղեցու գործերին մասնակցություն ունենալ արտահայտությունը։ Կարծում եմ 6 ամիս քրեական գործի շրջանակներում իրենք պետք է այդ օպերատիվ տեղեկությունները բացեին, որ մենք տեսնեինք։ Պարոն Կարապետյան,